անհրաժան լուրեր։ Այսօր հրավիրել եմ ձեզ ներկա գտնվելու մեր փոքրիկ հանդիսությանը և կիսելու մեր ուրախությունը։ Ամիսներ առաջ իմ փոքրիկ երեխաները թողած բակ ու մանկություն եկան դպրոց։ Առաջին դաս, առաջին դասարան, առաջին ուսուցիչ, առաջին դասակեր։ Այսօր Նինոզմինդայի թիվ 3 հանրային դպրոցում տիրում էր առանձնահատուկ և ջերմ մթնոլորտ։ Դպրոցի դահլիճը լցված էր տոնական դրամատուրգությամբ, ժպիտներով ու հուզմունքով, քանի որ ևս մեկ սերունդ դարձավ գրաճանաչ։ Ուսուցիչները, ծնողները և հյուրերը հբարդությամբ հետևում էին փոքրիկների առաջին մեծ հաջողությանը։ Երեխաների աչքերում փայլում էր ուրախությունն ու վստահությունը, իսկ նրանց յուրաքանչյուր քայլը վկայում էր, որ արդեն պատրաստ են առաջ շարժվելու դեպի նոր գիտելիքների աշխարհ։ Հանրային դպրոցում թևածում էր տոնական շունչն ու տրամադրությունը, որովհետև ևս մեկ սերունդ դարձավ գերաճանաչ, ևս մեկ սերունդ պատրաստ է քայլելու գիտության քարուղիներով, Մաշտոցի վառած ջահը հասել էր նաև նրանց։ Ես լիահույս եմ, որ նրանք իրոք իրենց փնտրած երազանքի բանալիները կպահեն իրենց սրտերում, որոնք ուղղորդելու են նրանց ամբողջ կյանքի ընթացքում։ Երեխաներին ցանկանում եմ կանաչ ճանապարհ, մեծանան խաղաղ երկնքի տակ ու շնորհավորել նրանց Սայբու Բենիտոնի կապակցությամբ, շնորհավորել նաև բոլոր առաջին դասարանցիներին ու ասել շնորհավոր Այբու Բենիտոնդ սիրելի առաջին դասարանցի։ Միջոցառման ընթացքում երեխաները ներկայացան գեղեցիկ երգերով, ասմունքներով ու պեմադրություններով, ներկաներին փոխանցելով ջերմ ու անմոռանալի պահեր։ Դահլիճում հնչող ծափահարությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ այս օրը կարևոր ու հիշարժան է ոչ միայն երեխաների, այլև ծնողների և ուսուցիչների համար։ Փոքրիկների անկեղծ ժպիտներն ու ոգևորությունը տոնին հաղորդում էին առանձնահատուկ գեղեցկություն, դարձնելով օրը լի հպարտությամբ և հույսով։ Ուզում եմ իմ ողջունական ու շնորհակալական խոսքը ասել համար 3 դպրոցին, համար 3 դպրոցի ուսուցչուհի ընկեր Լիանային, այսպիսի գեղեցիկ միջոցառում կազմակերպելու համար։ Այսօր մեր 13 երեխաները դարձան տարաճանաչ, դա մեծ ուրախություն է մեզ համար, ծնողներիս համար, եւ մեծ ուրախություն է այն բաղով, որ մենք անցնում ենք մի քայլ առաջ, մտնում ենք արդեն դպրոցական կյանք։ Բոլորին ցանկանում եմ առողջություն, գիտելիքներով լի 11 տարիներ, որպեսզի հասնեն իրենց երազանքներին եւ մեր ուսուցիչները թող լինեն այն ուղեցույցը, որ ցույց կտա մեր երեխաներին դեպի լավ ապագա, դեպի գիտակից կյանք, դեպի լավ երազանքների գիրկը ընկնելու եւ իրենց երազանքները իրականություն դարձնելու համար։ Միջոցառման ավարտին իր բարեմաղթանքին խոսքն ասաց դպրոցի տնօրեն Արմենուհի Ղարսյանը։ Նա շնորհավորեց երեխաներին կյանքի կարևոր փուլը հաղթահարելու առիթով, մաղթելով նրանց հաջողություններով լի ուսումնական ճանապարհ, նոր ձեռքբերումներ և պայծառ ապագա։ Տնօրենը նաև շնորհակալություն հայտնեց ուսուցիչներին ու ծնողներին երեխաների կրթության և դաստիարակության գործում ներդրած աշխատանքի համար։ Տոնական միջոցառումն ավարտվեց ջերմ մթնոլորտում, թողնելով գեղեցիկ ու հիշարժան հուշեր բոլոր ներկաներին։ Լավ մարդիկ լինեք, խելացի լինեք, մեր դպրոցի հերթական պարծանքը լինեք։ Մենք բոլոր ուսուցչական կոլեկտիվով ուրախ ենք, որ մի նոր սերունդ տարաճանաչ մենք ընդունեցինք և շարունակելու ենք ձեզ հետ աշխատել տարիներ շարունակ։ Ապրեք երեխեք ջան, բոլորդ էլ արժանի եք։